Նախորդ ասեմ կներեք այս տեսքիս համար, որը մեղմ ասած այդքան էլ լավ չի։ Ես ժամը 6-ին այսօր տեղուն եմ գնալու, 6-ին չէ, 7-ին տեղուն եմ գնալու, բայց ամուսինս ինձ ասել է 6-ին պատրաստ կլինես։ Ну, ինձ ինքը միշտ կես ժամ խաբում է, որ շուտ պատրաստ լինեմ, որտեղ ես երկար եմ պատրաստվում։ Այսօր իմ եւ ամուսնուս 3 տարին է, ինչ մենք ամուսնացած ենք, մեր գադավշինն է 3 տարվա։ 3 տարին շատ արագ անցավ, ես չեմ հասկանում ոնց անցել 3 տարի, ինձ թվում է մենք երևի տարի ու կես նոր ենք ամուսնացել, այդ այնց տպավորություն է իմ մոտ։ Եվ քանի որ մեր գադավշինան է այսօր, մենք գնում ենք նշելու, բնականաբար։ Ու դից որոշեցի վիդեո նկարեմ ու ցույց տամ պատրաստվելուս process-ը։ Ես շատ եմ սիրում, որ 7-ին օրինակ տեղուն եմ գնալու ու ամբողջ օրը ոչ մի տեղ չունեմ գնալու, սենց դանդաղ, հանգիստ իմ համար պատրաստվում եմ։ Քանի որ հիմա 3:30 է, ես դեռ ահագին ժամանակ ունեմ պատրաստվելու ու այսօր որոշել եմ մազերս լվանալուց առաջ մազերիս յուղ օգտագործեմ։ Մազերս ահագին երկարել են։ Ես երևի հոկտեմբեր, չէ, ավելի ուշ դեկտեմբերոտ այսպես կտրել էի իմ մազերը, այսպես շերտեր։ Ու մինչև հիմա այսքան երկարել է, ճիշտ է, ես ավելի էի սպասում, որ ինքը ավելի կերկարի։ Գոնե ուզում եմ այստեղ սենց ուսիցս այսքան ներքև մազեր ունենամ։ Ես շատ սիրուն մազեր ունեի, սև, երկար, 2 տարի առաջ ու ինչ-որ մի լուսավոր պայծառ օր ես որոշել էի, որ ուզում եմ այսպես կտրեմ մազերս ու կտրեցի առանց մտածելու։ Իմ այդ նկարներից նայում եւ մտածում եմ ես ծալապակաս եմ, որ այդ մազերս կտրել եմ, այստեղ նկար կդնեմ ինչ սիրուն մազեր եմ ես ունեցել։ Ու ընդհանրապես ես ուզում եմ այդ մազերի խնամքի, այսօր գիժ լինեմ այս մազերով, ուզում եմ մազերի խնամքի մասին առանձին մի հատ վիդեո նկարեմ, որովհետեւ իմ մազերը 2 անգամ գունաբացվել է մի տարվա մեջ ու ինքը այս վիճակում է, որը լավ է։ Ուզում նկարեմ, թե ոնց եմ խնամում մազերս ու ինչ եմ անում։ Միջերից ուզում եմ ներողություն խնդրեմ, եթե մի քիչ քթիս մեջ եմ խոսում, որովհետև ես արդեն 2 օր է քթի սպրեյեր չեմ օգտագործում, ովքեր չգիտեն, ես ունեմ կախվածություն, շատ վատ քթի սպրեյերից, առանց անոթասեղմիչ սպրեյերի չեմ կարող շնչեմ։ Մի քանի անգամ ազատվել եմ այդ սովորությունիցս ու երևի մոտ մի տարի առաջ, մի տարի շատ եմ ասում, տենց նոյեմբեր-դեկտեմբեր ամսին, ես հիվանդացա ու չէի կարողանում շնչել ու ստիպված անոթասեղմիչ միջոց եմ առնում եւ նորից իմ կախվածությունը հետ է գալիս ու մինչեւ հիմա չեմ կարողանում այս կախվածությունից ազատվեմ, բայց 3 առավոտվանից չեմ արել ոչ մի անոթասեղմիչ սպրեյ։ Մենակ երբ որ զգում եմ, որ շատ եմ այսպես լինում, շունչս կտրվում է, օգտագործում եմ մանկական nose spray։ Համ անգլերեն ասում քթի սպրեյ, որը աղաջուր է սովորական, ճիշտ է, դարապես չի օգնում, բայց գոնե այտենց տեսողական խապկանք է եւ հոգեբանորեն կարողանում եմ ինձ խափեմ, որ սպրեյ արեցի ու հիմա կարողանում եմ շնչեմ։ Լավ, ինչևէ։ Հիմա ցույց տամ ինչ յուղեր եմ օգտագործում։ Ուրեմն այս յուղերի խառնուրդ է, ես քանի որ մարքեթինգի զոհ եմ, իմ մոտ Instagram-ում ոնց մի հատ աղջկա գովազդեր բերում, որ ինքը իր պատրաստած յուղերով, իր մազերը շատ բրապունցելի պես երկարացրել էր, բան եւ իհարկե ես I was sold, ոնց որ ասում են։ Ու պատվիրեցի այդ յուղը, ճիշտ է, պարտաճանաչ չեմ օգտագործում, բայց ասեմ, որ մի քանի անգամ օգտագործելուց հետո երկարելը չգիտեմ, չեմ կարող ասեմ, որտեղ տենց wow էֆեկտ չեմ տեսել, ոնց որ գովազդվում էր, բայց մազերս ահագին ամրացել էին ու չէր թափվում։ Օրինակ լողանալուց ես մոտավորապես հիշում եմ ամեն անգամ, թե ինչքան մազա իմ գլխից թափվում, երբ որ այս յուղը օգտագործում էի, այդքան չէր թափվում մազերս, Եվ մի 2-3 ամիս է արդեն չեմ օգտագործում մազարմատներիս յուղ, չգիտեմ ինչի ալարում եմ։ Իսկ մազերիս երկարությանը օգտագործում եմ սովորական արգանի յուղ։ Այս Wildberries եմ պատվիրել, որ գրեք մասլը արգանը для волос կբերի տարբեր բրենդերից, այս պատահական, որը տեսել եմ առաջինը, հետ էլ պատվիրել եմ։ Այս յուղերի խառնուրդի մեջ ինձ թվում է կա, բայց արդեն արգանի յուղ, ռոզմարինի յուղ, երևի գերչակի յուղ, ձեր հեշտ է այդ խառնուրդը պատրաստել, ուղղակի տենց 100%-անոց չեմ կարող ասեմ ինչ կա մեջը, ուղղակի ենթադրում եմ։ Так, սա անում եմ մազարմատներիս, մազերս մեջտեղից էս բաժանում եմ, բայց ինձ անհարմար է ակնոցներով, հեսա փոխեմ լինզաներ դնեմ։ Եվ այսինքն փչում եմ։
խառը ու կենտրոնանում եմ այն մասերի վրա, որտեղ որ ավելի նոսր են մազերս։ Մինչդեռ մազերս ահագին ժամանակա չեմ ներկում։ Արմատներիս գույնը այդքան չի տարբերվում իմ ներկած գույնից։ Առհասարակ շատ մուգ է ես ներկել էի 4-ի շարք, այդ բավականին մուգ է։ Ճամնը կաշտանովի էի ներկել պեպելնի պատտոնով ու լվացել եմ, թափվել է ու դարձել է իմ բնական գույնին մոտ գույն։ Անպայման այս հետևի մասն եմ յուղանում։ Ու վերջ, թվում է այսքանը հերիք է։ Ու սկսում եմ սենց մերսելով տարածել ամբողջ գլխամաշկիս։ Այս յուղը մոտավորապես կես ժամ, մի ժամ թողում եմ մազերիս, բայց այսօր կես ժամ կթողեմ, որ չուշանամ։ Լվանալուց առաջ եմ այս ամենը անում։ Ցանկալի է ավելի երկար թողել, 1.5-2 ժամ։ Ու սենց մերսում եմ ամբողջ գլխամաշկիս, որ ինքը լավ տարածվի։ Հուսով եմ եղանակը չի փչանա, որովհետև անձրևոտ ամպեր եմ տեսնում վերևում։ Իմիջիալից ես բոտեքս եմ արել 2 շաբաթ առաջ։ Ու ահա որ դուրս գալիս է ռեզուլտատը, սենց ինքերս մի տեսակ վերև է բարձացել։ Մոտավորապես մի տարի չէի արել։ Ու զգացի, որ պետք է, որտեղ ես տեղ արտահայտված կնճիռներ ունեմ միմիկական, հիմա չկա, լավ ձգվել է ճակատս։ Իմիջիալից, եթե դուք 20-ից 25 տարեկան եք, պետք չի անել բոտեքս շատ շուտ։ Ես 27 տարեկան եմ, если что։ Ես գիտեի 26 եմ դառնում այս տարի, ոչ թե 27։ 2 ամսից ես կլինեմ 27 տարեկան, 3 տարուց էլ 30։ Այն ժամանակ ինձ այնքան մեծ էր թվում այդ 30-ը, բայց հիմա вообще շատ ջահել է 30-ը։ 30-ը, 40-ը ջահել են շատ։ Ինձ թվում է հերիք է, որտեղ հոգնեցի։ Հետո մազերս 2 մասի եմ սենց բաժանում և անցնում եմ այս յուղին, ուղղակի ձեռքերիս մեջ եմ անում ու տարածում եմ մազերիս։ Իմիջիալից մազերի ծայրերին նաև շատ օգտակար է կոկոսի յուղը։ Բայց հիմա կոկոսի յուղը իմ մոտ պինդ վիճակում է, պետք է գնամ, հալացնեմ, տաք ջրի մեջ դնեմ, որ հալվի, ես այդքան հավես չունեմ, ճիշտն ասած։ Ես վերջացրեցի իմ օյլինգը, մինչև յուղը իր գործը կանի։ Ես իմ կիսատ գործերն եմ վերջացնում տանը։ Ես չեմ սիրում, երբ տունը թափթփված է լինում։ Եվ ձեզ ուզում եմ ցույց տամ իմ նվերը,աշուտ նվերի մի մասը։ Ուզում unboxing անենք միասին իմ նվերը։ Ես գցել էի իմ wishlist-ի մեջ և ստացել եմ նվեր իմ ամուսնուց ու նաև ստացել եմ այս շքեղագույն ծաղիկները։ Ես մտածեցի, որ կհագնվեմ նոր unboxing կանեմ այդ պայուսակս, որտեղ սենց տեսքով չեմ ուզում unboxing անեմ։ Գիտեք ինչ էի ուզում ասեի։ Ես այս շաբաթ կարդացել եմ 2 գիրք։ Կարդացել եմ Գաբրիել Գարսիա Մարկեսի Սիրո և այլ դևերի մասին, շատ լավ գիրք է։ Գիրքը մի աղջկա մասին է, որ հասարակության կողմից չընդունված լինելու պատճառով իր կյանքը լրիվ փչանում է ու հարություն աստիճան փոխվում է։ Եվ կարդացել եմ իմ կյանքի ամենահուզիչ ու ամենալավ գրքերից մեկը Խալեդ Հոսեյնի 1000 ճգնաղ արևները։ Կյանքում ես չեմ կարդացել նենց գիրք, որի ընթացքում ես ձայնով լացեմ, չկարողանամ հանգստանամ ու այսքան տպավորված լինեմ։ Գիրքը վերջացրել եմ մոտավորապես 3-4 օր առաջ ու ես մինչև հիմա տպավորված եմ ու զգում ես, որ այդ գիրքը ինչ-որ բան է փոխում քո կյանքում։ Ինքը Աֆղանստանում ապրող 2 կանանց մասին է, որոնց կյանքերը մի օր շատ անսպասելի կերպով խաչվում են։ Ներկա պահին այս տարի կարդացած ամենատպավորիչ գիրքը ինձ մոտ այդ Խալեդ Հոսեյնի 1000 ճգնաղ արևներն է։ Մի խոսքով recommended, հաստատ կարդացեք այդ գիրքը։ Ես հիմա մտածում եմ վաղը գնամ նաև իր օթապարուկ թռցնողը գնեմ։ Շատ կուզենայի կինո է լիներ այս գրքի հիման վրա, բայց չկա։
Ուղղակի երբ որ գիրքը կարդում ես, հետո կինոն նայում ես, ոնց որ քո պատկերացրած հերոսները հոդս ցնդեն, միշտ ուրիշ է լինում քո պատկերացրածից, ով ուզում է լինի, ինչքան sense համապատասխան նկարագրությանը ուզում է լինի դերասանների ընտրությունը, մեկը որ մտքում պատկերացնում ես դու այդ մարդու կերպարը, մեկ էլ տեսնում ես լրիվ ուրիշ մարդ է խաղում, ոնց որ sense հոդս ցնդի այդ պատկերացումներդ։ Բայց ինքն այնց գիրք է, որ հաստատ կարծում եմ պետք է լինի իր կինոն ու հուսով եմ ինչ-որ մեկը մի օր կնկարի։ Այսպես բլբլացի եւ ժամանակը մի քիչ անցավ։ Ես սզում եմ սպասել, որ ինչ-որ մի հատ բանի պիտի սպասեմ։ Այսա որ իմ հեռախոսը զարյատկա չունի։ Գնում եմ հեռախոսը զարյատկայի գնամ։ Շատ կուզենայի ապարատով նկարեի, բայց ապարատս էլ չունի զարյատկա։ Գնամ հեռախոսս զարյատկայի դնեմ, գնամ լոգան կընդունեմ, մազերս լվանամ եւ վերադառնամ։ Երեխեք, ես արդեն սկսում եմ իմ դիմահարդարումը։ Այստեղ այսպես վատ բան ունեմ, որ խմում եմ։ Սիրտս ինչ-որ քաղցր բան ուզեց ու զգացի, որ սոված եմ։ Մի հատ այսպես պուճուրիկ ժենգյալով հաց կերավ, որովհետև հասկացա, որ ես առավոտը իմ breakfast-ը կիսատ էի թողել։ Այսպես ընդհանուր make-up tutorial չեմ նկարելու, որովհետև YouTube-ից երկու վիդեոներն էլ make-up tutorial-ը, ու տենց առանձնահատուկ ոչ մի բան չեմ անելու։ Կարող եմ նկարեմ աչքերիս դիմահարդարումը։ Հիմա նախապատրաստում եմ մաշկս իմ սիրելի Centella-ի տոներով, որ վերջանում է արդեն։ Խոնավեցնողս եմ օգտագործում, լրիվ վերջացել է, այս վերջի բաներն եմ սենց պատերից քերում, նորը ունեմ։ Ուղղակի էսի մինչև վերջ վերջացնեմ, նոր կբացեմ այն մյուսը։ Այսօր այդ օրն է, մինչև վերջ բրծավ։ Այս խոնավեցնողը աշխարհի ամենալավ խոնավեցնողն է, եթե ունեք կոմբինացվածից 4 մաշկ։ Եթե յուղոտ մաշկ ունեք, խնդրում եմ շրջանցեք, որովհետև ինքը յուղոտ մաշկի համար չի եւ չի համապատասխանում յուղոտ մաշկին։ Մի խոսքով սենց կախարդելու եմ եւ 3 տոնային իրար եմ խառնելու։ Այս flawless filter-ը խառնելու եմ տոնայինի հետ, առանձին չեմ գցելու դեմքիս։ Այս բավականին շատ եմ անում, որտեղ ուզում եմ glow effect ունենամ։ Մի քիչ խառնում եմ սիսի։ Այս բոլորը glow effect-ով են։ Եվ ավելի շատ համապատասխանում են 4 մաշկին։ 4 կոմբինացված դեպի 4։ Ինչ եղել ես։ Ես շորացել եմ։ Իմ սիրելի top face-ի այս վերջինով։ Բայց էլի մեկը բավականին բաց եղավ։ Ոչինչ, հեսա բրոնզերով կմքացնենք։ Ես սիրում եմ, որ տոնայինը մուգ է լինում, ես հետո որ հատվածները, որ ինձ պետք է բացացնում եմ։ Այսօր մտածում եմ սիրուն ստրելկաներ գծեմ։ Մտածում թարթիչ դնեմ, բայց չէ։ Այդքան համբերություն չունեմ, դեմքս լողացա դուրս եկա, դուրս տվեց։ Չկար էստեղի դուրս տված նոր եղավ։ Դե իհարկե կարիվոր, հա կարջան, կարիվոր առիթներից առաջ ապա պիտի ինչ-որ տեղ դուրս տա, երևացող տեղ, քթի նորինակ, հունքերի մեջ տեղում և այս մասկան նստացնում եմ սպունգով։ Քանի որ իմ կարծիքով իմ տոնայինը շատ դեղին և բաց եղավ, ես հիմա իրան պետքա հոգնակ եմ էլի խոսում տոնայինիս մասին, պետքա մքացնեմ և մքացնելու համար օգտագործելու եմ Rare Beauty-ի իմ սիրելի կոնտուրը։ Կոնտուրի համարը Gentle։ Եղեք անունն է գրած, խնդրում եմ ինձ համար մի հարցրեք, որտեղ ստեղ համար գրած չի, անունը Gentle, որ անունը հիշեք, ըստ դրա համարը կգտնեք։ Ինքը բավականին պիգմենտավորված է, ու ես ոնց որ մի քիչ շատ արեցի։ Այսօր համ կոնտուր եմ ուզում անեմ, համ բրոնզեր, տեսնեմ ոնց կստացվի։ Եղեք այս բրոնզերը սենց վատ, կոնտուրից սենց վատ հոտ է գալիս, ոնց որ բավ լինի ինչ-որ որ թեմուից բան ես պատվիրում, պաչկայից վատ հոտ է գալիս կոչի Չինաստանի, բայց Sephora-ից եմ էլի առել, ես լիշտո։ Ու մեկ էլ գիտեք ինչ է ուզում ասել, քանի ասել եմ, fake կոսմետիկա օգտագործելու մասով։ Ես որ ինչ-որ մի հատ բան եմ խորհուրդ տալիս, ինձ Telegram-ով, անոնիմ հարցերով, կամ առհասարակ երբ որ հարցերի պատուհան եմ թողնում, ինձ ինչ-որ բան են հարցնում, ես recommend եմ անում, ես ահավոր ներվել անում եմ, երբ որ ինձ հարցնում են իսկ օրիգինալ է,
Երեխեք, ոչ օրիգինալ կոսմետիկա մի գնեք, ավելի լավ է գնեք այդ ոչ օրիգինալի գնով օրիգինալ եւ middle segment-ի կամ ավելի բյուջետային տարբերակներ, իմանաք, որ բաղադրությունը այդ կոսմետիկայի ճիշտ այնտեղ գրված ու ինչ-որ մի բանի պատդել կա, չի դուք չգիտեք այնտեղ ինչ նյութեր են օգտագործում, ինչ են անում, այդ չի կարելի դեմքին քսել, այդ fake, չգիտեմ, շոր կամ պայուսակ չի, որ ասես հալավ, չգիտեմ, fake խնամքն ամանավանդ զերծ մնացեք տենց բաներից, եթե ձեզ խղճում եք ու ձեր մաշկը խղճում եք, մի արեք տենց բաներ, ավելի լավ է ունենաք բյուջետայինը, բայց օրիգինալը, քան fake կոսմետիկա։ Fake օծանելիքների մասին էլ չեմ խոսում, fake օծանելիքներ ես երբեք չեմ հասկացել, որ մարդիկ առնում են fake օծանելիք։ Այսինքն եթե 10-15,000 դրամով դուք առնում եք օրինակ Baccarat Rouge-ի անալոգներ, երևի այդքան շատ անալոգ չկա մարկետում, ինչքան այդ դուխու անալոգները։ Կարելի է առնել 15,000-20,000 դրամով արաբական օրիգինալ պարֆյում, որը որ երկար պահպանվում է, որը որ շատ ուժեղ շլեյֆ ունի, քան գնել fake ինչ-որ դուխի օծանելիք։ Ես տենց եմ մտածում, չգիտեմ, ինձ կարա քարկոծեք կոմենտներում, բայց իմ կարծիքը դա է։ Որպես blush, այսօր ուզում եմ ինչ-որ մի հատ ուրիշ բան օգտագործեմ, գիտեք ինչ եմ ուզում, Tarte Eyes Blush-ը, երանգը Coconut, ինքը կրեմային blush է, շատ եմ սիրում, ինչպես տեսնում եք, իրան նույն վրցինով կանեմ, ինչ-որ որ կոնտուրն եմ արել, սենց ուղակի մեջն եմ անում, մի քիչ ձեռքիս ու highlighter-ի տեղով սենց տարածում եմ, ինքը ունի դեղցի երանգ, պերսիկովի է, վարդագույնչի ընդհանրապես, ես շատ եմ սիրում պերսիկովի blush, կարծում եմ տոնս պատրաստ է, բավականին շուտ եղավ, ուզում սենց մի հատ ձեզ ցույց տամ, բայց ինչ լավ ներնդեղ լույսը սենց վաբշե չի երևում, և իհարկե այս ամենը ֆիքսում եմ դիմափոշիով, ես restock եմ արել իմ ամենասիրելի դիմափոշից, երբ եմ պատվիրել զեղչովի միջայլոց, Givenchy-ի Prisme Libre, չգիտեմ, ֆրանսերեն, ճիշտ ձևը ասելու, մի խոսքով դա եմ օգտագործում, բայց դա աչքերիս տակ չեմ ֆիքսելու դրանով, աչքերիս տակը ֆիքսելու եմ Anastasia Beverly Hills-ի այս իմ սիրելի ուդրայով, հիմա հոնքերս մի հատ մաքրեմ, հոնքերս հարդարեմ, աչքերս և, չոր կոնտուր և այլն չեմ արել, գիտեք ինչով եմ ուզում անեմ չոր կոնտուրս, իմ Hourglass-ի պալետկայի մեջի կոնտուրը և բլաշն եմ ուզում օգտագործեմ, տակ կոնտուրս վրցինը, հեսա, կոնտուր չի, բրոնզեր է ես, քանի որ ամարա, բրոնզերն ու կոնտուրը не жалеем, շատ ես թմերներ не жалею, խեկեներ մտածում էի անգլերեն վիդեո նկարեմ, բայց ինձ cringe եմ ապրում ինքս ինձնից անգլերեն վիդեո երբ փորձում եմ նկարեմ։ Ես խոսում եմ անգլերեն վարժ, ուղղակի, չգիտեմ, այդքան վստահ չեմ դեռ ինքս իմ վրա վիդեո նկարելու պահով, էլի, թե չէ անգլերեն խոսալու պահով վստահ եմ։ Սրբիչս լրիվ տոնային եմ արել, բայց ինչ ես է, կլևանանք մի անգամից։ Քանի որ մի քիչ տենց երեկոյանոտ դիմահարդարում եմ անելու, ես նաև ուզում եմ օգտագործեմ highlighter, ես շատ սիրում եմ Inglot-ի highlighter-ը, հիմա մի հատ գտնեմ, հեսա highlighter-ը 50 տարի է օգտագործում եմ, չի վերջանում, ու վերջանալու վրա է, այս highlighter-ը շատ եմ սիրում, ինքը սենց թաց էֆեկտ ունի, այդ փայլիկները չի երևում մաշկի վրա, մի քիչ այսօր highlighter էլ կանեմ։ Նայեք ինչ սիրում եմ։ Խեք իմ հոնքերի գելը վերջացել է, ու ես 3 օրա գնում եմ 60, ինձ ասում են չկա այդ գելից, պուսիի գելն եմ ուզում չկա, ու ես ձեռքիս տակ մենակ ունեմ Lux Visage-ի հոնքերի գելը, որը ընդհանրապես չեմ ուզում օգտագործեմ, որտեվ ես վիդեոներում եմ ասել, որ այդ գելից հոնքերս թափվում են, դրա համար գիտեք ինչ եմ օգտագործել, այս Got to be մազերի գելը, ամենալավ ֆիքսող գելն է,
ու վերցնում եմ սուր մաս, վերցնում եմ իմ Թեմուի վրձինը, միջերից ինձ մեկը հարցել էր Թեմուից խնամքի միջոցներ արժի պատվիրել անցած վիդեոյից, ասենց եմ պատասխանում ոչ մի դեպքում, այսինքն ուջուրիկ կիստիչկա է ինքը, և հիմա աղոթում ենք, որ ստրիալկաններս նորմալ լինեն, որովհետև երբ որ ես առիթ ունեմ, ինչ-որ վատ է միշտ լինում եմ ստրիալկանները։ Առաջինը մի հատ այս թարթիչների գծով սևացնում եմ։ Նայեք տարբերությունը սևացրած ու առանց սևացնելու։ Ու առանց աչքս ձգելու, փակելու և այլն այս գիծը տանում եմ։ Ու միացնում ենք իրար։ Պատրաստ եմ ես ջելկան։ Չէ շատ հեշտ եղավ թութ-թութու։ Այս ինչ ոտ կսեցի ես մի օջկարս։ Նորմալ է։ Յոլա։ Չէ, օքեյ է։ Մի քիչ այս այն մյուսակը երկարացնեմ։ Եղեք իմ մեյքափը պատրաստ է։ Ես շատ եմ հավանել։ Մնում է մազերս։ Մազերս որոշել եմ ուղիղ անեմ։ Կարող է չոլկայիս մասը մի քիչ սենց կլորացնեմ ու աբյոմ անեմ։ Հիմա մի հատ մազերը պետք է չորացնել։ Ուզում ձեզ ցույց տամ մազերս չորացնելուց առաջ ինչ պրոդուկտներ եմ օգտագործում։ Տեսնում եք իմ մազերը լղկվել է իմ գլխին արդեն վատ է, ներվայնանում եմ։ Անպայման մազերս լվանելուց հետո օգտագործում եմ մազերի յուղ, Լոնդայի այս յուղը։ Իմիջիալոց այս Լոնդայի շարքը առհասարակ շատ լավն է։ Վրայից օգտագործում եմ այս նիսմը վաշկան, որը որ համարվում է նաև դերմազաշիտա։ Անում եմ երկարությանը կենտրոնանալով տակի հատվածներին և արմատները աբյոմնի սարքելու համար օգտագործում եմ Estelle-ի այս աբյոմի համար նախատեսված սպրեյը։ Անում եմ մազ արմատներից։ Եղեք ես մազերս ուղղակի ուղեղացրի, ֆենեցի, տոիստ։ Չորացրեցի մի հատ ինձ վրայով անցա, որ փայլուն և փափուկ լինեն իրանք։ Ինձ թվում է ես ամենակոմֆորտը ուղիղ մազերի մեջ եմ, միջորս նայեք իմ մազերը ինչ սիրում են փայլուն։ Իմ խնամքի շնորհիվ։ Մեկ էլ ինձ կոմենտներում ասեք ինձ այս գույնն է սազում, թե մի քիչ մքացնեմ մազերս, ինձ թվում է ես ուզում եմ իրենց մքացնեմ մի քիչ, չգիտեմ։ Այս իմ բնական գույնին մաքսիմալ մոտ գույնը, կարող է իմ բնականը երանգով մի քիչ տարբերվի, կարող ավելի բաց սառը երանգ է, բայց այս շատ նման է իմ բնականին, ես շատ եմ նմանացնում։ Այստեղ կտեգունաբացած հատվածներ ունեմ, որը որ այսինքն փորձվել թափվել է։ Չքան լավ եմ խնամում, մեկը 20։ Հիմա ես գիտեմ ինչ եմ հագնելու, բայց դες վերջնական տեսքս ցույց կտամ։ Եկեք մի հատ unboxing անենք իմ պայուսակը։ Ուրեմն ինքը եկել է Farfetch-ով միանգամից մեր տան հասցեն եմ գրել, ամուսնուս ասել եմ էլի տենց անի։ Եվ պատվերը ստացել եմ ընդամենը մի շաբաթում։ Բայց ես շատ տխուր եմ, որ ինքը հենց իր բրենդային տուփով չի եկել ու մեջը միանգամից իր dust bag-ն է, չգիտեմ ինչի։ Պայուսակը Կոպերնի բրենդից է։ Ովքեր չգիտեն այս բրենդի մասին, հաստատ այն պակազը տեսել եք, որ Bella Hadid-ը մերկ կանգնում է, իր վրա սենց շոր եմ փչում, այդ բրենդն է։ Բացում ենք։ Տադամ։ Իմ համար ինքը շատ classy, սենց ամեն ինչի հետ սազող, չհնացող մոդել է։ Այս գրպաններ են իմիջիալոց այս դիմացը, երկու հատ գրպան է։ Եվ ինքը մեծ է, նու միջին չափս է, բայց ինձ թվում է շատ բան չի տեղավորվի իր մեջ, որտեղ ինքը սենց բավականին նեղ է։ Ոյ ես շատ եմ սիրել և այսօրվա իմ լուքի հետ էլ ինքս ազելու է և հագնելու եմ։ Մի խոսքով, հիմա պիտի գնամ մի հատ ռիլ նկարեմ, այդ ռիլը նկարեմ,
վերջնական տեսքը ստես միանգամից ցույց տամ, բայց սկզբից պիտի գնամ շալվարս հարթուկեմ։ Երեխեք ես պատրաստ եմ։ Ուզում եմ ձեզ վերջնական տեսքը ցույց տամ։ Բայց չգիտեմ, ցած գերեվա թե չէ։ Բատա մի հատ խնդրում եմ, նայեք ինչքան սիրուն է։ Ուրեմն տոպս Massimo-ից է։ Այս անչափ սիրուն տաբատը Religion Երևանից եմ պատվիրել, Instagram-ում այդպես է կոչվում իրենց էջը։ Աքսեսուարները սա ուղղակի ոսկի է Van Cleef-ի ստայլով, Van Cleef չի։ Պայուսակս կոպերնի, ինչպես նշեցի, եւ կոշիկներս սենց անեմ, որ երևա։ Կոշիկներս Zara-ից է։ Ես շատ հավանել եմ այս լուքը և մենք հիմա ուղևորվում ենք ռեստորան, սպասում եմ ամուսինս գա և միասին գնանք։ Եղեք մենք 45 րոպեյա գնում ենք և տեղ չենք հասնում, որովհետև ահավոր խցանում ենք կենտրոնում։ Հաշվի չենք առել, որ 6-ից 7 ընկած հատվածը այդ վատ պրոբայի ժամանա։ Ինչ արած։ Եղեք ժամ 20 րոպե չենք կարողանում կանգնելու տեղ գտնենք ու մենք նայենք ինչ անձրև է սկսել։ Ու կայծակը ահավոր, կայծակը ահավոր վախենալու։ Future me, մենք գտել ենք կանգնելու տեղ։ Մենք վերջապես գտանք կանգնելու տեղ, բայց բավականին հեռու։ Եվ ես կաբլուկներով այսպես հագնված կիսաթրջվելով գնում ենք, բայց ոչինչ, կարևորը գտանք տեղ։ Մենք տեղում ենք վերջապես։ Եղեք ես ուզում էի ասեի, որ մենք դեռ փորձել ենք իրանց սուշի ռոլը և կոտրատված վարունք, դա ձեր կոչվում աղթանը չինական են վարունքներն են խոսքով, շատ համով էր, ամեն ինչ երևում էր, որ թարմ է և շատ համով էր։ Եղեք ես արդեն տանն եմ։ Ամեն ինչ շատ համով էր ընդեղ։ Recommended գնացեք նախորդ կադրում այդ դիսերտը որ դրել էի, այդ դիսերտը էլ է ծաղկակաղամբը cheesecake էր, շատ համով էր, ուղղակի շատ քաղցր էր, ես չկարողացա ուտեմ մինչև վերջ։ Ու պատվիրել էինք իրանց ֆիրմինի տիրամիսուն, որը կապուչինոյով է, այլ ոչ թե էսպրեսոյով կամ ամերիկանոյով, չգիտեմ ինչով են սարքում, և մոչի էր մեջը շոկոլադնի, բայց վրան դե իհարկե այդ կրեմն էր իրա հաստ շորտով, իսկ ամուսինս չի սիրում տենց կրեմները, ինքը մենակ սիրում է շոկոլադնի ինչ-որ դիսերտներ, ինքը չկերավ դա, բայց ես փորձեցի և շատ հավանեցի, շատ համով էր, հիմա փոխվեմ, տնային շորերս հագնեմ, մեյքափս մի քիչ հետո կլվանամ։ Եղեք ես իմ տնային շորերը հագա, այլևս բան չունեմ անելու, երևի սերիալ կնայեմ կամ գիրք կկարդամ և կգնամ քնելու, բոլորին շատ մերսի, որ նայեցիք մինչև վերջ, եթե տեսնեմ լավ արձագանքներ են, ապեմն էլի կկիսվեմ վլոգներով, հուսով եմ հետաքրքիր էր, հուսով եմ օգտակար ինֆո կար վլոգիս մեջ, բոլորին շատ մերսի, follow անելու համար, լայքելու համար, դիտելու համար, ձեզ բոլորից սիրում եմ, bye!